Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 29։ Ով Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար, ետ դարձիր դեպի մեզ։ Սաղմոս 60-րդ գլուխ առաջին խոսք։ Դավիթը խոստովանում է, որ իր կրած բոլոր նեղությունների պատճառը Աստծո բարկությունն էր իր նկատմամբ, եւ երբ Աստված իր ձեռքը շրջում է դեպի մեզ բարեհաճություն ցուցաբերելով, լավ է հիշել մեր նախկին վշտերն ու նեղությունները։ Քանի որ մեր դժվարությունները սկսվեցին Աստծո բարկությունից, նույն կերպ էլ մեր բարգավաճումը պետք է սկսվի նրա բարեհաճությունից։ Այն ճեղքերն ու բաժանումները, որոնք առաջանում են մարդու հիմարության եւ ապականության պատճառով, կարող են վերականգնվել միայն Աստծո իմաստությամբ եւ շնորհով, երբ նա հեղում է սիրո եւ խաղաղության հոգին։ Միայն այդ կերպ է հնարավոր փրկել մի թագավորություն իր կործանումից։ Մեղքի դեմ Աստծո արդար բարկությունն է եղել, կա եւ կլինի յուրաքանչյուր դժբախտության, թե անձնական, թե հասարակական միակ իրական պատճառը։ Այս բոլոր դեպքերում միակ միջոցը Տիրոջը վերադառնալն է ապաշխարությամբ, հավատքով եւ աղոթքով, աղաչելով նրան, որ ինքն էլ վերադառնա մեզ մոտ իր բարեհաճությամբ։ Քրիստոսը, Դավթի որդին, տրվել է որպես դրոշ նրանց համար, ովքեր երկյուղում են Աստծուց։ Նրանում նրանք հավաքվում են մեկ մարմնի մեջ եւ քաջալերվում։ Նրա անունով եւ նրա զորությամբ նրանք պատերազմում են խավարի ուժերի դեմ։ Նրանք, ովքեր երկյուղում են Աստծուց, նրա սիրելիներն են։ Նրանք այնքան թանկ են նրա համար, որքան իր աչքի բիբը։ Թեև նրանք հաճախ նեղությունների մեջ են ընկնում, սակայն անպայման պիտի ազատվեն։ Աստծո իսկ աջ ձեռքը պիտի փրկի նրանց, որովհետև նրանց, ովքեր ունեն նրա սիրտը, նա նաև իր ձեռքով է պաշտպանում։ Որ քո սիրելիները ապրեն, փրկիր նրանց եւ լսիր ինձ։ Սաղմոս 60-րդ գլուխ 5-րդ խոսք։ Աստծուն աղոթող ժողովուրդը կարող է եկեղեցու համար տրված ընդհանուր ազատագրությունը համարել նաև իր անձնական աղոթքների պատասխան։ Եթե մենք շնորհի գահի առաջ ունեցած մեր համարձակությամբ բարեխոսում ենք հասարակության եւ Աստծո ժողովրդի օրհնության համար, եւ Աստված շնորհում է այդ օրհնությունները, ապա բացի այն ընդհանուր բարիքից, որ վայելում ենք մյուսների հետ միասին, մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է առանձնահատուկ ուրախությամբ ասել. Աստված լսեց ինձ եւ պատասխանեց իմ աղոթքին։